Ողջույն բոլորին, ես Կարինկան եմ, ճիշտ է մազերի խնամքի մասին խոսելու վիդեոյի համար այդքան էլ լավ պրիչոսկայով չեմ, բայց վիդեոյի ընթացքում կհասկանաք, որ այդքան էլ կարևոր չի։ Նախ ուզում եմ մի փոքր նախապատմությունը ասեմ իմ մազերի, սկսենք 2 տարի առաջվանից։ 3 տարի առաջվանից։ Առհասարակ իմ կյանքի ընթացքում ես ունեցել եմ առողջ մազեր ու երբեք մազերի վնասված լինելու խնդրի հետ չեմ առնչվել։ Մազերս միշտ եղել են առողջ, բայց դրա հետ մեկտեղ ես երբեք հատուկ խնամք չեմ արել մազերս։ Ընդհանրապես սովորական mass market-ից ինչ-որ Elseve, Gliscour, տենց շամպուններով լվացել եմ, կարող է 2 շաբաթը մի անգամ ինչ-որ մասկա դնեի։ Տարի առաջ, օրինակ, ես ունեի այսենց գեղեցիկ սև երկար մազեր, ու մոռացա ասեմ, որ ես մոտավորապես 7 տարի իմ մազերը ներկել եմ սև։ Ոչ թե սև, այլ կապույտ սև։ Այն ամենամուգ կապույտի երանգով սևը շատ էի սիրում ու չէի հասկանում, որ այդքան էլ ինձ չի սազում, ու սազում էր, բայց հիմա այս գույնը ինձ թվում է ավելի սիրուն է ու իմ դիմագծերի հետ ինքը ավելի է սազում ու դիմագծերս փափկացնում է, այդ սևը ոնց որ պարիկ լիներ, չգիտեմ ինչ եմ տես մտածում։ Ու մի քանի ամիս հետո ես հասկանում եմ, որ ես անընդհատ ուզում եմ սև գույնից դուրս գամ։ Ոնց որ այդ մտքերը անընդհատ իմ մոտ կային, երբ որ ես սև էի ներկում, մոտ մի 4-5 տարի ես անընդհատ մտածում էի, որ սևից կարելի է դուրս գալ, ոնց որ ինքը ինձ մեծացնում է, ավելի սիրուն կլինի։ Առհասարակ ես սիրում եմ մազերիս հետ էքսպերիմենտներ անել, լիքը եղել է որ գնացել եմ գարը, եմ կտրել, փոշմանել եմ, լիքը եղել է որ շատ երկար մազերով եմ եղել, մի խոսքով ես ամեն ձև եղել եմ, համարյա ամեն ձև եղել եմ։ Եվ մի գեղեցիկ օր ես որոշում եմ, որ մազերս պետքա գունաբացեմ ու դարձնեմ իմ բնական գույնից մի փոքր ավելի բաց։ Իմ բնական գույնը ամենասովորական ռուսի պեպելնի գույնն է լինում։ Ես չեմ սիրում այդ մազերի գույնը, ինձ թվում է իմ դիմագծերը սենց կորում են այդ բացության հետ։ Մի խոսքով, ես որոշում եմ, որ իմ սև մազերը ես պետք է գունաբացեմ ու լրիվ այդ ռիսկը, կոպիտ ասած հասկանալով, ես գնում եմ մազերս գունաբացելու, ընտրում եմ շատ ընտիր մասնագետ եւ գնում եմ տեստրիաջ ենք անում, մազերս այդքան շատ չի վնասվում ու ինքը ասում է, որ ադաբրիայու կարանք գունաբացենք քո մազերը։ Այս է օրը ես առավոտը զարթնում եմ ու հասկանում եմ, որ չգիտեմ ինչի, ահա որ վախենում եմ ու ուզում եմ cancel անեմ իմ appointment-ը, բայց գնում եմ իհարկե։ Գնում եմ, մազերս գունաբացում ենք 12 ժամ, ես մնում եմ գեղեցկության սրահում։ Մազերս գունաբացում ենք, շուտ սմիվկա ենք անում, երբ որ սևից գունաբացվում է, մազը սմիվկա պիտի արվի, քիմիական է այդ կոչվում, չգիտեմ ինչ կիսլոտնե սմիվկա, տենց է կոչվում, թթվային լվացում, գունալվացում։ Այդ թթվային գունալվացումը մի քանի անգամ անում ենք, հետո ինչ-որ տեխնիկա է անում մասնագետը, ոնց որ թե air touch-ը անում, բայց այդքան բաց չի լինում։ Ես չէի ուզել շատ բաց, որտեվ այդ փոփոխությունը միանգամից կարար ինձ շատ վախեցնել եւ այդպես էլ եղավ։ Ու ոնց որ 12 ժամ սալոնում նստելուց մենակ այդ մտքի հետ չէի հաշտվում, որ ես 12 ժամ նստել եմ սալոնում, հետո հաստատ էլ մուկ չեմ ներկելու, առավել եւս էլ սև չեմ ներկելու, ու մասնագետն էլ ծիծաղալով ասում է հիմա ասած այսքան գունաբացենք, ինչ որ գնաց 3 ամսից սև ներկես, բան, ոչ թե ծիծաղացինք, անցավ գնաց։ Եվ ես շատ հավանում եմ ռեզուլտատը ես այստեղ կդնեմ։ Մասնագետը տոպովի մասնագետ է լինում, բայց մազը գունաբացելուց ամեն դեպքում վնասվում է։ Իմ մազերը մաքսիմալ քիչ էր այդ ժամանակ վնասվել, բայց վնասվել էր։ Օրինակ այս դիմացի հատվածները, որ սենց թաց ժամանակ այսենց էի անում, ինքը ծամոնի նման սենց ձգվում էր, կային մազեր, որ պոկվում էին ուղակի։ Ու այդ իմ համար շոկ էր։ Երբեք իմ մազերը այդքան վնասված չի եղել, այդ աստիճանի վնասված չի եղել, բայց այնպես չէր, որ շատ վնասված էր։ Ուղղակի ինձ համար շատ անսովոր էր, որ ամբողջ կյանքում ես առողջ մազեր եմ ունեցել, գունաբացել եմ ու սենց է եղել, բայց ինձ զգուշացրել էին, որ տենց է լինելու ի սկզբանե։ Մի խոսքով, ես սենց դեպրեսիայի մեջ եմ գնում, ասում եմ, որ մազերս անկապ տեղը փչացրեցի եւ այլն, ու ինձ շատ անսովոր է լինում այդ գույնը։ Բայց ինձ բոլորը ասում են, որ շատ ասազում իմ մազերը ինձ տենց, այստեղ իհարկե նկարներից ես ցույց կտամ, կտեղադրեմ ինչ ձև է լինում։ Ու ես սկսում եմ անընդհատ իմ հին նկարները նայել եւ մտածել, որ ինձ սև մազերը վсё-таки ավելի շատ էին սազում։ 6 ամիս չէ, 5 ամիս այդ բաց մազերով լինելուց հետո ես գնում եմ խանութ եւ առնում եմ տյոմնը կաշտանովի ներք եւ ներկում եմ իմ մազերը։ Տյոմնը կաշտանովին շատ սիրուն է լինում, ինքը սև չի լինում, սենց սիրուն կարիճնիվի է լինում,
Ձեր սկզբից շատ եմ հավանում։ Հետո մի քանի անգամ լվանալուց հետո դե գունաբացած մազի վրա չի մնալու բնականաբար երկար ժամանակ։ Մի քանի անգամ լվանալուց հետո մազերս դառնում է ասենց ինչ որ միջին վիճակագրական շագանակագույն, որը ինձ դուր չի գալիս։ Հասկանում եմ, որ ես իմ բզիկը բռնել է, ես գնալու եմ նորից սև ներկեմ իմ մազերը, ես գնում եմ եւ սև եմ ներկում իմ մազերը։ Այդ դեպքերը լինում են 2023-24 թվականին։ 24 եւ 25 թվականներին ես լինում եմ սև մազերով։ Մազերս իհարկե մի քիչ կտրում եմ, որովհետեւ վնասված են լինում ու մոտավորապես այս չափի մազերով եմ լինում, մի քիչ ավելի երկար։ Այդ սև մազերով մնում եմ եւ այս տարի չէ, 2025 թվականի սեպտեմբերին ես որոշում եմ, որ ես կրկին ուզում եմ իմ մազերը բացացնեմ, որովհետև դրանից առաջ ես անդադ իմ նկարները նայում եմ ու հասկանում եմ, որ ես բաց մազերով ինձ ավելի եմ դուր գալիս։ Այդպես հոգեկան հիվանդ եմ ես։ Իմ բզիկը բռնում է եւ ես ուզում եմ մազերս բացացնեմ։ Ես YouTube-ով դնում եմ եւ tutorial եմ նայում, ինչպես տան պայմաններում այդ ամենը անել։ Հստակ հասկանալով, որ ես չեմ կարող այդ անեմ տան պայմաններում ու ես իմ ուզած ռեզուլտատին չեմ կարող հասնեմ տան պայմաններում։ Դնում եմ, նայում եմ, ինչ որ Secta Hair, տենց մազերի խնամքի, շամպունների լայն կա, նաև այդ Secta Hair սալոններ կան, եթե չեմ սխալվում, այդ մասնագետի անունը Սպարտակա, ինքը սենց շատ տոպովի, կոլորիստ մասնագետ է, իրա վիդեոն եմ նայում, ոնց բացացնել։ Եվ պատվիրում եմ Whiteberries-ով հենց Secta-ի իրա կիսլոտնե սմույվկան, ակիսլիցելը, ամեն ինչը որ պետք է դրա համար։ Եվ անցնում եմ գործի։ Կիսլոտնե սմույվկան մազերից սկսելուց հետո մազերից այդ սև երանգը թափվում է, բայց երբ որ այդ սև երանգը թափվում է, այդ կիսլոտնե սմույվկան ինքը քիմիական process է առհասարակ, որը պետք է ինչ որ նյութով դադարեցնել, ու այդ ինչ որ նյութով դադարեցնելուց հետո սև պիգմենտը կարա հետ գա։ Հիմա տենց այդքան չեմ դնելու բացատրեմ ինչի է հետ գալի եւ այլն, ես այդ ամենը անում եմ, իրա բոլոր ասած քայլերը անում եմ, չգիտեմ որտեղ եմ թերանում կամ որտեղ եմ սխալվում, բայց ինչ որ միտեղ սխալվում եմ, ռուսի երանգով ներկսում եմ մազերից նորից դառնում է սև եւ հասկանում եմ, որ պետք է դիմել մասնագետի ու պետք չի ինքնուրույն ինքնագլուխ բաներ անել եւ մասերս այդ մասնագետը երբ որ գունաբացում է, վնասվում է եւ այլն, ձեր թեթև եմ տանում այդ ամեն ինչը ու մազերս իհարկե կարմիր պատտոն է ունենում, կարմիր երանգ է ունենում, որովհետեւ սև ներկի տակից միշտ կարմիր երանգ է մնում, ժանգագույն երանգ է մնում, որը նորմալ է։ Ես ունենում եմ այս տեսքը։ Մի 2 ամիս այս մազերով մնալուց հետո հասկանում եմ, որ ես ավելի եմ ուզում բացացնեմ իմ մազերը։ Եվ գնում եմ այս վերևի շերտը միլիրովկա եմ անում։ Եվ ահա որ վնասում եմ իմ մազերը, առանց այդ վնասած մազերս ավելի եմ վնասում։ Եվ շատ ոչ ինչ սազող պրիչոսկա եմ լինում, կտրում եմ մազերը ստիպված, շերտեր եմ կտրում եւ լինում եմ ինձ շատ չսազող պրիչոսկայով այստեղ կդնեմ։ Ոնց որ կարքին հաղորդման միջի կերպար լինեի, ահա որ ծիծաղալու էր իմ համար այս մազերը, մինչև երկարեց, հիմա հազիվ երկարել է այսքան է հասել, բայց ինչպես տեսնում եք, օրինակ հենց հիմա կամերայով երևում է, որ մազերս փայլում են ու ընդհանուր առմամբ մազերս այդքան էքսպերիմենտներ անելուց հետո բավականին առողջ են։ Հիմա ուզում եմ ձեզ հետ կիսվել այն խնամքով, որը որ ինձ օգնել է իմ մազերը երկարացնել այսքան այդ վառած վատ վիճակից հետո ընդհանրապես վնասված տեսք չունեն, ասենց կամերայով էլ է երևում, որ բավականին առողջ են մազերս եւ փայլում են։ Սկսենք շամպունից։ Ուրեմն ամենաառաջին մասնագետը, ով որ իմ մազերը գունաբացել էր եւ շատ գեղեցիկ գույն էր ստացել, հետո բռնեցի ներկեցի, չգիտեմ ինչի, այդ մասնագետը ինձ խորհուրդ էր տվել խնամք եւ այդ մասնագետի շնորհիվ է, որ ես բացահայտել եմ ինձ համար այդ խնամքի Brand-ը Londa է կոչվում, Londa Professional, բայց ուրեմն ինքը ինձ խորհուրդ էր տվել հենց այս շամպունը, շամպունը Fiber Infusion, տենց է կոչվում, ինքը շատ վնասված մազերի համար է։ Այս շամպունով լվանալուց մազերը անգամ ընթացքում դուք արդեն կզգաք ձեր մազերը ոնց են փափկում, ոնց որ միանգամից բալզամ արած լինեք։ Գունաբացելուց հետո ես 2 տարի օգտագործել եմ միայն այս շամպունը ու իմ մազերը մաքսիմալ քիչ են վնասվել եւ այս շամպունից նախ ասեմ, որ ինքը շատ լավ հոտ ունի, մանգո, մարակույա, ինչ որ տրապիչեսկի մրգերի հոտ է գալիս։ Շամպունը կերատինով է, սա համարվում է պրոֆեսիոնալ սալոնային խնամք։
Ես այս շամպունները պատվիրում եմ Wildberries-ից, իհարկե օրիգինալը, լրիվ ստուգել եմ։ Բոլոր արտիկուլները ես կթողնեմ նկարագրության բաժնում, հերթով բոլորը գրված է լինելու, այստեղ չեմ թողնելու, նկարագրության բաժնում կտեսնեք բոլորի արտիկուլները, որը որ արտիկուլով է եւ պատվիրված է Wildberries-ից։ Իսկ հետո ես Londa-ից նաեւ բացահայտեցի ինձ համար այս մյուս շամպունը, այս հիմա եմ օգտագործում, դրա համար ասենց վատ վիճակում։ Սա կոչվում է Visible Repair, սա եւս վնասված մազերի համար է։ Սրա բաղադրության մեջ կա շիայի յուղ, արգանի յուղ։ Շամպունը եւս ունի վերականգնող հատկություն։ Երբ որ ես ասում եմ վերականգնող հատկություն, դա չի նշանակում, որ ձեր ճյուղավորված մազերը վերականգնվելու են եւ հրաշքա կատարվելու, չէ։ Ուղղակի մազերը ունենալու են մաքսիմալ չվնասված տեսք եւ մի անգամ այս շամպունով լվանալուց ու մասկա դնելուց հետո մազերը չեն վերականգնվելու, պետք է դիսցիպլինա եւ շարունակական օգտագործում նման պրոդուկտների։ Այսինքն մի անգամով ամեն ինչ չի լինելու։ Մազերս ամեն լվանալուց, իսկ ես մազերս լվանում եմ 2 օրը 1։ Ամեն հաջորդ օրը, այսինքն ամեն լվանալուց ես օգտագործում եմ մասկա։ Ու այդպես անում եմ արդեն 2 տարի է, ինչ ես գունաբացել եմ իմ մազերը եւ ձեզ եմ խորհուրդ տալիս ամեն լվանալուց օգտագործել մասկա։ Ես եմ տալու 2 մասկա, երկուսն էլ համարյա դատարկ են, որ համոզված լինեք, որ մեկը լրիվ դատարկ է, մեկը համարյա դատարկ է, որ համոզված լինեք, որ ես դա իրոք օգտագործում եմ։ Մեկի տուփը արդեն գցել եմ, բայց կասեմ, որ մասկան է իհարկե։ Ամեն առաջին մասկան, որ ձեզ ուզում եմ ցույց տամ, այս ուղղակի հրաշքներ է գործում այս մասկան։ Դա Londa-ի այդ շամպունի շարքի մասկան է։ Սա էլի կոչվում է Fiber Infusion, մասկան ունի աննկարագրելի անուշոտ, ինչպես եւ շամպունը։ Ես մասկան օգտագործում եմ այս միջոցով։ Միջորդ մասկայի օգտագործման եղանակն էլ է շատ կարևոր։ Եթե մասկան գցեք սենց թաց մազերին, 2 րոպե թողնեք լվանալ, ոչ մի էֆեկտ չի տալու, ինչքան էլ ինքը սենց վերջ մասկա լինի։ Ես մազերս մասկա դնելուց առաջ սրբիչով մի քիչ սենց քամում եմ, ավելորդ հեղուկը, ավելորդ ջուրը, որ դուրս գա մազերից միջից։ Մազերս բաժանում եմ 2 մասի ու առատորեն մասկան տարածում եմ առանց արմատներիս դիպչելու, միայն երկարությանը։ Տարածում եմ եւ գրաբիկով հավաքում եմ մազերս ու սպասում եմ մինիմում 5 րոպե։ Չնայած այս մասկայի վրա գրված է, որ մասկան պետք է մնա 10 րոպե, բայց ես հասկանում եմ ամեն անգամ չի, որ ոնց որ լոգան կընդունելիս այդքան ժամանակ ենք ունենում։ Գոնե 5 րոպե պետք է թողնել։ 5 րոպե թողում եմ, ցանկալի է գլուխը ծածկել ինչ-որ բանով, բայց ես դա չեմ անում անկեղծ ասած ու այնպես չի որ, այնպես էլ եմ փորձել, գլուխը ծածկածել եմ փորձել, առանց գլուխը ծածկելու եմ փորձել, այնպես չի որ տարբերությունը այնց մեծ էր։ Հաջորդ մասկան դա Artfolio-ի այս մասկան է, Lipid Mask, տենց է կոչվում։ Իտալական բրենդ է, սա պատվիրել եմ Wildberries-ից, իհարկե օրիգինալը, էլի արտիկուլը կթողնեմ։ Սա եւս շատ վնասված մազերի համար է։ Խնդրում եմ նայեք, լրիվ օգտագործել եմ։ Մասկան ինձ հերիքել է 5-6 ամիս։ Ինքը շատ լավ էֆեկտ ունի, մազերը շատ ուժեղ փափկացնում է, մազերը փայլում են եւ մազերը տեսանելի վերականգնվում են։ Սկզբից ես որ գունաբացել էի իմ մազերը, մազերից սենց էի անում, ինչպես նշեցի, սենց ծամոնի նման ձգվում էին։ Բայց այս մասկաների, շամպունների եւ խնամքի շնորհիվ հիմա այդ ամենը էլ չկա։ Ես սկզբից չէի հավատում, որ ինչ-որ մասկա, շամպուն եւ խնամք կարա վերականգնի մազերը, բայց մազերի մեծ մասը այս մասկաների շնորհիվ ես կարողացել եմ վերականգնել ու մազերս այն ժամանակ փշրվում էին, հիմա շատ քիչ եմ նկատում փշրված մազեր։ Իհարկե ես չեմ ասում, որ 100%-ով վերականգնում է դառնում եք սենց Ռապունցել, չէ, բայց տեսանելի փոփոխություն ապահովում են այս բոլոր իմ խորհուրդ տված պրոդուկտները։ Մասկան պետք է թողնել մազերին 5 րոպե։ Ինքը այստեղ գրված է, որ 5-ից 7 րոպե է պետք թողել։ Ես էլի նույն եղանակով եմ օգտագործում, բայց ներկա պահին իմ ֆավորիտը այս մասկան է, որը նայեք ինչքան եմ օգտագործել ու մեկ էլ ասեմ, քանի որ իրենց ծավալը բավականին մեծ է, սա 750 մլ է, ես այս մասկան առել եմ 7 ամիս առաջ եւ նոր է վերջանում։ 7 չէ, ավելի շատ, 8-9 ամիս առաջ ու այս մասկան նոր է վերջանում, վայ շատ լավն է հոտը։ Նորը արդեն ես պատվիրել եմ, անդավաճան օգտագործում եմ այս մասկան։ Մասկայի էֆեկտը լավ պահելու համար եւ ավելի լավ դարձնելու համար ես անպայման մասկայից հետո օգտագործում եմ բալզամ։ Բալզամը ճիշտ ասած բալզամը լրիվ ուրիշ շարքից եմ պատվիրել, ուղղակի փորձելու համար, էլի շատ եմ հավանել։ Բալզամը կրկին Londa-ից է, Londa-ի պաշտոնական ներկայացուցիչն եմ դառնալու հեսա։ Կոչվում է Velvet Oil։ Խնդրեմ։
լիքը եղել է, որ ժամանակ չեմ ունեցել կամ հավես չեմ ունեցել մասկա անելու ու սպասելու 5-10 րոպե, շամպուն եմ արել ու միանգամից օգտագործել եմ այս բալզամը, ասեմ, որ էֆեկտը շատ լավն է եղել։ Ինձ համար նաև շատ կարևոր է մազերի խնամքը մինչև լվանալը ու մազերի խնամքը լվանալուց հետո։ Եկեք ցույց տամ մինչև լվանալը ես ինչ եմ օգտագործում մազերիս։ Մինչև մազերս լվանալը ես օգտագործում եմ մազերի յուղեր։ Մազիս արմատներին ես օգտագործում եմ հիմնականում լիկատոյի այս ռոզմարինի յուղը։ Ես ունեմ յուղերի խառնուրդ, որը պատվիրել եմ Instagram-ով։ Այդ յուղերի խառնուրդն եմ անում գլխամաշկից, բայց արդեն ինքը վերջացել է։ Ես օգտագործում եմ այս լիկատոյի ռոզմարինի յուղը։ Ռոզմարինի յուղը իրականում օգնում է ու խթանում է մազերի աճին ու մազերի արմատները ամրեցնում է ու մազաթափությունը զգալիորեն քչանում է։ Բայց իհարկե դա ինդիվիդուալ է, մարդկա աշխատում է դա իր համար, մարդկա չի աշխատում։ Ինձ մոտ շատ լավ էֆեկտ է տալիս ռոզմարինի յուղը, ես օգտագործում եմ մազարմատներիս այս ռոզմարինի յուղը, սովորական տարածում եմ մազարմատներիս, մերսում եմ մի փոքր, որպեսզի լավ տարածվի ու լողանալուց ու գլուխս լվանալուց առաջ, մոտավորապես մի ժամ, 2 ժամ առաջ այդ ամենը անում եմ։ Իսկ երկարությանը օգտագործում եմ արգանի յուղ, այս արտիկուլը կթողնեմ եւ օգտագործում եմ երկարությանը միայն, արմատներին չեմ օգտագործում սա, եւ կոկոսի յուղ։ Կարող եմ մի օր սա օգտագործեմ, մի օր այս մյուսը օգտագործեմ։ Կոկոսի յուղը շատ խորը խոնավեցնում է մազերը եւ շատ սիրուն փայլ է հաղորդում մազերին, իսկ արգանի յուղը օգնում է մազերը վերականգնելուն, բայց անկեղծ ասած սա ոչ միշտ եմ անում ու ոչ միշտ եմ այդքան ժամանակ ունենում այդ ամենը անելու համար, բայց շաբաթական գոնե մեկ անգամ դա պարտադիր է, եթե ուզում եք զգալի էֆեկտ տեսնել։ Մի խոսքով առողջ ու գեղեցիկ մազեր ունենալը դա շատ մեծ ներդրում է, ինքը շատ ժամանակ եւ ռեսուրս է պահանջում։ Մազերս լվանալուց հետո աբիոմ ունենալու համար ես օգտագործում եմ Estee-ի այս սպրեյը։ Սա իմ օգտագործած միակ ծավալ հաղորդող սպրեյն է, որ իրոք ծավալ է հաղորդում, այլ ոչ թե ուղղակի ծանրացնում է մազարմատները ու խթանում է մազերի շուտ յուղոտվելուն։ Ինքը էլի համարվում է պրոֆեսիոնալ խնամք, շատ լավ հոտ ունի եւ իրոք ծավալ է հաղորդում մազերին։ Ես ավելի տենց ծավալ հաղորդելու համար մազերս գլուխս կախում եմ ու մազերս նոր եմ չորացնում ու պլյուս սա էլ եմ օգտագործում, սենց շատ սիրուն աբիոմ եմ ստանում ու երկար ժամանակ պահպանվում է աբիոմը, մինչև մյուս լվանալը պահպանվում է աբիոմը։ Մազերիս ծայրերին ես անպայման օգտագործում եմ յուղ մազերս լվանալուց հետո թաց վիճակում։ Յուղը կրկին Լոնդայի Fiber Infusion չէ, Velvet Oil-ը։ Բախի եմ այսքան ժամանակ մտածել Fiber Infusion-ին, երևի նույն գույնը դրա համար։ Այս ունի էլի շատ անուշ հոտ ու մազերից երկար ժամանակ գալիս է այդ հոտը, զգալիորեն փափկացնում է մազերը ու շատ սիրուն փայլ է հաղորդում։ Ես նաև սիրում եմ մի քիչ վերջում այս յուղից անել, արդեն չոր վիճակում, մազերը սենց լավ սնուցվում են ու շատ սիրուն փայլ է հաղորդում ինքը մազերին։ Որպես տերմոզաշիտա, թերմոպաշտպան, չգիտեմ ճիշտ եմ ասում, թե չէ հայերեն, օգտագործում եմ Mixit-ի կոլագեն սպրեյը, որը մազերին փայլ հաղորդող սպրեյ է, բայց ինքը նաև ունի տերմոզաշիտա իր մեջ։ Տերմոզաշիտային, որ անկեղծ ասեմ, տենց ես իմիջ ուշադրություն չեմ դարձնում, ծուր այնքան է, որ ծիճկայի համար անում եմ ու նենց չի տենց շատ տերմոզաշիտաներ եմ փորձել ու կարամ խորհուրդ տամ, ուղղակի ասում եմ ես, չգիտեմ, այս լավն է թե չէ, ուղղակի օգտագործում եմ։ Մի խոսքով Mixit-ի այս collagen spray-ն եմ օգտագործում կամ այս մեկը կարամ ասեմ, որ լավն է, բայց ինքը տերմոզաշիտա չի։ Գիալուրոնկայով սիվորոտկա սպրեյը, սա իրոք լավն է։ Սա փափկացնում է մազերը ու շատ լավ հոտ ունի, բայց բացի փափկացնելուց ու լավ հոտից ուրիշ բան ինքը չի անում, չգիտեմ, տերմոզաշիտա ինքը համարվում է թե չէ, տերմոզաշիտան ոնց որ անցանք։ Ուղղակի ցույց եմ տալի ինչ եմ օգտագործում։ Եվ մազերս արդեն չորացնելուց հետո օգտագործում եմ նաև այս յուղը։ Այս յուղը ես նվեր եմ ստացել, բայց հենց վերջանը գնալու եմ նորը վերցնեմ առնեմ։ Սա կոկոսի ուզում ասեի խաղողի կորիզի յուղով սերումը մազերի։ Ինքը ոչ թե սերում է, այլ իմ համար ավելի շատ ինքը յուղ է, որտեղ լրիվ sense յուղային տեքստուրա ունի։ Սա օգտագործում եմ միայն ծայրերի հատվածում, ինքը մազերը լավ սնուցում է։ Սա Body Shop-ից է։ Այստեղի Body Shop-ից։ Նաև մազերի խնամքի մեջ շատ կարևոր է մաքսիմալ քիչ տաք սարքեր օգտագործելը։
Ես շատ քիչ եմ տաք սարքեր օգտագործում, բայց ոնց որ այդ ավելի շատ իմ բախտն է բերել, որ իմ մազերը ուղիղ են ու ֆենով ուղղակի չորացնելուց իմ մազերը արդեն ուղիղ են, ինձ պետք չի ինչ-որ հարթուկներ օգտագործել եւ այլն եւ այլն։ Այսքանն էին իմ ֆավորիտ պրոդուկտները։ Հուսով եմ օգտակար ինֆորմացիա տրամադրեցի ձեզ։ Եթե ուզում եք ձեր մազերը գունաբացել, մի քանի անգամ մտածեք, բոլոր ռիսկերը հաշվի առեք, որ գունաբացված մազերը խնամելը լիքը ռեսուրսներ է պահանջում, լիքը ժամանակ է պահանջում, լիքը գումար է պահանջում եւ մի քանի անգամ մտածեք, հետո արդեն եթե համոզված եք, որ պատրաստ եք այդ քայլին գնալու, գնացեք այդ քայլին, եթե ոչ, ոչ։ Այդպես։ Շատ շնորհակալ եմ, եթե մինչև հիմա վիդեոն դիտում եք, հուսով եմ օգտակար ինֆորմացիա տվեցի։ Միացեք իմ YouTube-յան ալիքին, այստեղ նաև կթողնեմ իմ Instagram-ի անունը, կարող եք նաև միանալ իմ Instagram-ին։ Bye!